Թալինն այսքան շքեղ դեռ երբեք չէր եղել։ Ֆեստիվալը այս անգամ կազմակերպված էր Թալին քաղաքում ու ես ուղղակի ապշած էի, թե ինչքան կազմակերպված էր ամեն ինչ։ Նկատելի փոխվել է քաղաքը։ Երբ դեռ փոքր էի ու Թալինում չէի ապրում, իմ դպրոցական ընկերները կհիշեն, շարադրություն էին գրել, թե ով որ քաղաքում կուզենա ապրել։ Ընկերներս բնականաբար նշել էին երազանքների Ֆրանսիա կամ այլ քաղաքներ, բայց ես գրել էի Թալին։ Այդ շարադրությունը իմ մոտ միշտ տպավորված է։ Փոքրուց սիրել եմ իմ երազանքների Թալինը ու այժմ էլ ոչինչ չի փոխվել։ Եկեք այս ֆեստիվալյան վիդեոյի շրջանակներում ձեզ մի փոքր պատմեմ Թալինի մասին։ Թալինը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է։ Թալինի պատմությունը հիշատակվել է դեռևս մեր թվարկության երկրորդ դարից։ Բնակավայրի արմատները շատ ավելի հին են։ Թալինի այս ֆեստիվալյան փառատոնը իսկական հայկական տոն էր։ Բոլորը ներկայացնում ու նվիրում էին իրենց ապրանքները։ Շատ հայկական տարազային վիճակ էր։ Հայկական գաթաների, փախլավաների տեսականի, գինիներ, մրգեր, սուջուխների տեսականի։ Չգիտեմ իրականում ինչպես ներկայացնեմ, որ հասկանաք ինչքան ջերմ վիճակ էր այդտեղ։ Չնայած այս խորովածային վիճակներից արդեն ամեն ինչ պարզ է։ Փառատոնը սկսվեց առավոտից ու տևեց մինչև ուշ գիշեր։ Ամեն կազմակերպություն ուներ իր սեղանիկը ու բոլորը գեղեցիկ ներկայացրել էին իրենց սեղանները։ Կարծես փոքրիկ քաղաք լիներ ու ամեն սեղանին մոտենալուց փոքրիկ բնակավայր էինք փոխում, որովհետև բոլորը տարբեր գեղեցիկ էին։ Համենակ այստեղ չէի նկատել, որ ֆոտոնկարահանման տարածքը վճարովի էր, այնպես որ ես չեմ վճարել, թերը կհայտնվի ու վճար կպահանջի, ես պատրաստ եմ։ Մի տեսակ բոլորը շատ բարի էին ու բոլորը իրար շփտում էին։ Փոխվել էր քաղաքից տրամադրությունը։ Մի հատ խնդրում եմ ուշադրություն դարձրեք նաև այս սեղանին, որը ճոխ հայկական, իսկական տնական հյուրասիրություն է հիշեցնում։ Փառատոնի արարողությունից հետո եկավ այս վերևից գեղեցիկ վարդերի թերթիկների սփռման պահը, հետո հաջորդեց շքեղ համերգ հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ։ Դե մենք բնականաբար քեֆ արեցինք, ուրախացանք, որովհետև այդ օրը նաև մամայիս ծնունդն էր։ Իդեպ ասեմ, որ այդ ամեն ինչին մասնակցում էր նաև իմ 2 ամսական Վանը։ Ամենավերջում էլ առանց մեկնաբանության շքեղ հրավառությունը խոսքերն ավելորդային, այնպես որ որպես թալինցի շնորհակալ եմ էմոցիաների համար։